Լիլիա վարորդները բերում էին Ղազախստանի օրինակը, ասում էին, որ իրենց падգամավորները ինչ որ բանակցություններ վարել են եւ ինչ որ փոփոխություններ, լուծում եղել է, իհարկե ոչ օրենքի փոփոխություն է եղել, այնտեղ մեղմացումներ եղել են։ Սա արդյոք նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն էլ եթե ցանկանա, եթե այդ ջանքը թափի, ապա ինչ որ մի լուծման կհասնի եւ եթե չի լուծվում այս խնդիրը, կա ինչ որ վիճակագրություն, նման մարդիկ շատ են Հայաստանում, ինչ ազդեցություն է ունենալու սա այդ մարդկանց աշխատանքի վրա։ Իրականում մի փոքր այսպես տարանջատված հարցին մոտենանք, նա խնդիրը շատ տաք հետքով է եւ իրականում կդժվարանամ ես այս տաք հետքի ներքո խնդրի եւ բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքները հասկանալ եւ գնահատել։ Օբյեկտիվ բողոք կարծես թե կա, որովհետեւ նույն վարորդները նշում են, որ այդ սահմանված ժամկետը երբեմն չի հերիքում, որովհետեւ նույն սահմանային անցակետերում օրերով պարզապես չեն կարողանում տեղաշարժվել եւ այլն։ Ընթացքի մեջ է իհարկե կհետևենք ընթացքին, կհասկանանք որքանով են այդպես հավասարակշռված, օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոնները եւ այլն, ակնհայտ է, որ նաեւ քո կողմից նշված Ղազախստանի օրինակը ցույց է տալիս, որ կա աշխատանքի դաշտ։ Կցանկանան իշխանությունները թե չէ, ես հարցը մի փոքր այլ համատեքստից կտայի, ունակ են թե ոչ։ Առաջին հերթին, հետո նոր կցանկանան թե ոչ, որովհետև սա իսկապես կարող է լուրջ խնդիրների առաջացնել եւ հանգեցնել թե սոցիալական իմաստով, թե նաեւ նույն երկկողմ առևտրաշրջանառության եւ առհասարակ երկկողմ հարաբերությունների համատեքստում։